Տիկին Մանուկյան, չնայած մենք դեռ հնարավորություն կունենանք առանձին քննարկել մանրամասն, բայց հարցս հետևյալն է, քանի որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթում է գտնվում բանկային համակարգը, ես այսպես մի անհանգստություն ունեմ, ոչ թե անհանգստություն, այլ անհասկանալի է ինձ համար, թե օրինակ ինչու պետք է հարևան Վրաստանում հնարավորություն ունենան բիզնեսի ներկայացուցիչները ստանալ համեմատաբար ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր, իրականացնել բիզնես գործունեություն, ընդ որում երկարաժամկետ բիզնես վարկեր, իսկ Հայաստանում չեմ ուզում այդ արտահայտությունը օգտագործեմ, բայց կարծեք բանկերը նմանվել են լոմբարդի, գրավատների, որտեղ միայն գրավով ապահովված վարկեր են, բարձր տոկոսադրույքներով եւ երկարաժամկետ, այնպես ինչպես Վրաստանում այդպես չեն, եւ ըստ էության բանկային համակարգը այսպես բավարար չափով չի նպաստում տնտեսության զարգացմանը։ Եվ այս առումով ես խնդիր եմ տեսնում։ Նաև նախորդ իմ ելույթներից մեկում ասացի, որ բանկերը ոչ ռիսկային եկամուտ են ստանում պետության հաշվին, պետական բյուջեի հաշվին, իրենց միջոցները ներդնելով պետական պարտատոմսերի մեջ, եւ այս առումով ինչ հնարավորություններ եք տեսնում, կան հնարավորություններ արդյոք օրենսդրությամբ կարգավորելու այդ ներգրաված միջոցների եւ տրամադրվող միջոցների ողջամիտ մարժայի իմաստով, այսինքն որպեսզի հնարավորություն ունենան բիզնեսի ներկայացուցիչները ստանալ համեմատաբար ավելի ցածր տոկոսով վարկեր։ Սա օրենսդրությամբ հնարավոր է արդյոք կարգավորել։ Պարոն Ֆարմանյան, շնորհակալ եմ շատ հարցի համար։ Ես մեր սիրելի ԿՊ գործընկերների սիրած արտահայտությունը կանեմ, քանի որ բիզնեսից եմ եկել, շատ լավ հասկանում եմ, լսելով չի, որ գիտեմ բիզնես վարկերի տոկոսադրույքների եւ բանկերի վարած քաղաքականության մասին, այո, ձեր մտահոգությունը շատ տեղին է։ Հայաստանում բիզնեսի համար վարկեր ներգրավելը իսկապես լուրջ խնդիր է, շատ հաճախ պահանջվում են գրավներ եւ տոկոսադրույքներն էլ այնպիսին են, որ բիզնեսը մի քանի անգամ մտածում է արդյոք բանկերից միջոցներ ներգրավի, թե ոչ։ Նույնը վերաբերում է օրինակ բանկային երաշխիքներին, որը ըստ էության պայմանական պարտավորություն է, բայց նրանց նկատմամբ էլ եւ տոկոսադրույքները եւ դրանց ապահովման միջոցները բիզնեսին դժվար խնդրի առջև է կանգնացնում եւ բիզնեսները չեն կարողանում այդ պատճառով մասնակցել նույն պետական գնումների, չեն կարողանում մեծացնել իրենց շրջանառության ծավալները, նոր պրոյեկտներ կյանքի կոչել, որովհետեւ այո, մեր բանկային համակարգը բիզնեսի համար ամենաճկունը չէ։ Ինչ վերաբերում է օրենսդրությամբ հարցը լուծելուն, վստահաբար դա հնարավոր տարբերակ է։ Կարծում եմ մեր համատեղ աշխատանքում այս հանձնաժողովում մենք կգտնենք լուծումներ եւ ճանապարհ, որ եւ բանկերի շահութաբերությունը չնվազի, չնայած հաշվետվությունները դրա մասին չեն ասում, եւ բիզնեսները կարողանան հնարավորինս նպաստավոր տոկոսադրույքներով միջոցներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր, ստեղծել տնտեսական աճ երկրում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան եւ նաեւ մեկ այլ մտահոգություն եմ ուզում արտահայտել կապված բանկերի գործելավոճի հետ։ Անուղղակիորեն խոչընդոտում են բիզնեսին, օրինակ միջազգային դրամական փոխանցումների ժամանակ, երբ մի հատ հսկայական հարցաշար պետք է լրացնես, թե գումարի ծագումը որտեղից, ինչու ես փոխանցում, ել չեմ խոսում արդյոք այդ ապրանքները, որոնք դու ներմուծում ես հետագայում չեն արտահանվելու այնպիսի երկրներ, որոնք սանկցիոն կարող են լինել այդ երկրների համար եւ այլն եւ այլն։ Եվ երբ հարց է հնչում, օրինակ, ինչու եք պահանջում այդ տեղեկությունները, պատասխան փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակներում, որը բացարձակ կապ չունի իրենց պահանջների հետ։ Այս հարցին խնդրեմ ուշադրություն դարձնել եւ նաեւ մեր հնարավորությունների շրջանակներում կարողանանք հետամուտ լինել այս խնդրի բարձրաբանման։ Շնորհակալ։ Կարող եմ արձագանքել։ Այո, իհարկե, համեցեք։ Պարոն Ֆարմանյան, քանի որ 2013 թվականից ֆինանսական համակարգում եմ եղել, սկզբում վճարահաշվարկային համակարգում, հետո վարկային կազմակերպություններում, այո, փողերի լվացման մասին, օրենքի մասին
բնականաբար այդ իմ աշխատանքի մի մասն է եղել, բայց պիտի ասեմ, որ այդ օրենքի նկատմամբ վերահսկողությունը վերջին տարիներին դարձել է աննախադեպ, բնականաբար բոլոր ժամանակներում օրենքը գործել է, բայց վերջին շրջանում դա ուղղակի դարձել է անդրամաբանական մակարդակի, ցանկացած տրանզակցիայի դեպքում հիմնավորումներ, ծագման աղբյուր, ապրանքների սանկցիոն լինելու հուսանք, որ դա աշխարհաքաղաքական երևույթներով է պայմանավորված, այլ ոչ թե ինչ-որ միտում կա մեր բիզնեսի համար դժվարություններ ստեղծելու։